2008-ի ետընտրական իրադարձությունների հետևանքով դեռևս կալանքի տակ գտնվող անձանց առկայությունը, ինչպես նաև 10 սպանությունների բացահայտված չլինելը շարունակում են թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը։ Ամփոփելով Երևան կատարած երկօրյա այցի արդյունքները իրենց հայտարարության մեջ նշել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը, կոչ անելով Հայաստանի իշխանություններին քաղաքական կամք դրսևորել եւ առանց հետաձգելու լուծել այդ հարցերը։ Համազեկուցողների կարծիքով դրանք ռիսկեր են, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ հաջորդ տարի Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա։ Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք ազատ արձակելու ետընտրական իրադարձություններից հետո ազատազրկված անձանց։ Պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցին այսօր հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մատնանշելով սակայն դատապարտված անձի ազատ արձակելու համար օրենսդրությամբ նախատեսված հիմքերը։ Առաջինը օրենսդրական փոփոխություններն են եւ նրանց կողմից արարքները, որովհետեւ այլևս հանցագործություն չդիտարկվի։ Ինչ որ մի փուլում դա եղել է։ Երկրորդ փուլը դա համաներում է։ Գիտեք, որ ձեր կողմից նշված անձանց վրա համաներումը 2009 թվականին ընդված կիրառվել է եւ մի մաս ազատ է արձակվել, մյուս մասի պատիժն է կրճատվել։ Երրորդ ճանապարհը հանրապետության նախագահին դիմելն է ներման խնդրանքով։ Դες չեմ սխալվում, չի եղել որևէ դեպք, որպեսզի որ այդ խումբից մարդիկ դիմեն եւ ներում չստանան։ Եվ չորրորդ ճանապարհը դա վաղաժամկետ պայմանական արձակվելն է։ Այսինքն այլ գործիքակազմ մենք չունենք։ Համաներումը երկրորդ անգամ անձի վրա չի կարող տարածվել, ներում անազատության մեջ գտնվողները չեն խնդրում Սերժ Սարգսյանից։ Մնում է միայն վաղաժամկետ ազատ արձակումը։ Ես չեմ կարող 100%-ով ասել, չի եղել դեպք, որ անձը չունենա ուժեր կալանքը պատիժը կրելուց եւ դիմաց լինի վաղաժամկետ պայմանական ազատման համար եւ չարձակվի։ Օրերս են արձակվել եւս երկուսը, եթե չեմ սխալվում, 17-ին եւս երկուսը ազատվել։ Այսինքն իշխանությունն ունի այդ կամքը, եթե ներման հնարավորության համար դիմում են եւ մեխանիզմները կան եւ ազատ արձակում։ Եթե հակառակը չի եղել, դա հենց այդ կամքի դրսևորման մասին է։ Հիշեցնեմ, ընդդիմությունը համարում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, նրանք 8-ն են։ Ասեցին չենք թողնելու։ Ո՞վ է ձեզ ասում, որ պետք է վրան տեղադրեն եւ ոստիկան թույլատրելու է թե ոչ։ Ինչ իրավունք ունեն, որ արգել են։ Իրավունք ունեն արդյոք արգելելու։ Ես չեմ կարծում, որ նրանք այդ իրավունքը ունեն։ Մեզ մոտեցել են համապատասխան ընկերները, որոնք Ռաֆի Հովհաննիսյանի կողմից լիազորված են, խնդրել են, որպեսզի թույլատրենք այնտեղ զոնտիկ տեղադրեն եւ մենք թույլատրել ենք։ Իսկ Ռաֆի Հովհաննիսյանը ինչ ասել է վերջից, ձեր մյուս հարցերին չեմ պատասխանում։ Ինչ խնդրել են, մենք թույլատրել ենք։ Ասած ես վրանի գարիք չունեմ, այս վրանը թող մնա իշխանություններին, հասարակական գազམ་ագերբությունը, քաղաքացիական մեր հանրությունը բարձրապես իր համակարգացում նկատմամբ արտահայտել է այն սրտացավությունը, այդ իրավադիրությունը, որ առաջի հերթին պետք է լիներ իշխանությանը։ Նախագահ Սերժ Սարգսյանի Մուշ 2 թաղամաս այցի նպատակը կառուցապատման աշխատանքների ընթացքին ծանոթանալն էր։ Նաև որպես այսպես ասած նմուշ կառուցվել էր 2 բնակարան ներքին հարդարմամբ, որպեսզի Սերժ Սարգսյանը հավանություն տար ու մնացած բնակարաններն էլ այդ սկզբունքով կառուցվեն։ Երբ Սերժ Սարգսյանը բնակարանները տեսնելուց հետո դուրս եկավ, բնակարանների որակի մասին ոչինչ չասաց, սակայն նույնիսկ նրա դեմքի արտահայտությունն էր հուշում, որ տեսածից գոհ էր։ Հիշեցնեմ, որ առաջին փուլի շինարարության ավարտին, երբ Սերժ Սարգսյանն այցելեց ու կառուցված բնակարանները տեսավ, որոնք արդեն պատրաստ էին շահագործման, խիստ քննադատության ենթարկեց։ Նշեմ, որ Մուշ 2 եւ Անի թաղամասերում բնակարանաշինական ծրագրի երկրորդ փուլով կառուցվում է 1700
156 բնակարան, նախկինում հայտարարված 1944-ի փոխարեն։ Կառուցապատող Glendale-His ընկերության գործադիր տնօրեն Վահե Ալմոյանը դա պայմանավորեց նախագծային փոփոխություններով։ Ճակատը պայմանավորված է հատակագծային փոփոխությունների հետ, այսինքն որոշ փոքր բնակարաններ վերամիավորվել են եւ ստացվել է ավելի մեծ բնակարաններ կախված շահառուների ցանկից, որը կարգավորվում է քաղաքաշինության նախարարության կողմից։ Երբ է ավարտել ծրագրի ըստ։ Շինավարտը նախատեսված է այս տարվա սեպտեմբերին, այս պահի դերությամբ գրաֆիկը շինարարության ընթանում է հենց ըստ նշված պլանի։ Իսկ ինչ վերաբերում է առաջին փուլի շահագործված բնակարանների թերություններին, ապա ըստ Վահե Ալմոյանի 22 շենքի դեպքում հնարավոր չի չլինեն ինչ-որ խնդիրներ, քանի որ 22 շենք, ուղղակի 22 շենք։ Ըստ ձեզ շատերը ըստ մեզ նորմալի մեջ էր։ Գյումրիից Սերժ Սարգսյանը ուղևորվեց Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան համայնք պանրի արտադրամաս։ 22 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից Վանաձորում վթարված 84 բազմաբնակարան շենքերի մասին ամեն տարի տեղի իշխանությունները հիշեցնում են կառավարության ու ստանում նույն պատասխանը, թե բյուջեում փող չկա ու դրանք ամրացնելն անհնար է։ Մինչդեռ վթարված շենքերում ավելի քան 3000 ընտանիք շարունակում է բնակվել անտեսելով խնդիրները։ Վանաձորի քաղաքապետարանի բնակարանային տնտեսության ու համատիրության բաժնի պետ Գրիշա Պարավյանն ասում է, թե կառավարությունն իր վերջին պատասխանում նշել է, թե հարկ է սպասել եւս 2 տարի, մինչեւ 2013 թվականը։ Տարբեր հաշվարկներով լոռի 120 վթարային շենքերի համար շուրջ 10 միլիարդ դրամ է հարկավոր։ Ամենավերին սահմանի, վթարության վերին սահմանի շենքերի ցուցակը պահանջել են եւ հնարավոր է, որ աշխատանքները նախատեսվեն։ Վերին սահմանում 84-ից ուրեմն 20 շենքը գտնվում են վթարության վերին սահմանում, երրորդ կարգի վթարության վերին սահմանում։ Վանաձորի վթարային շենքերի բնակիչների մի մասը տարիների ընթացքում լքել են երկրաշարժից բնակության համար վտանգավոր դարձած տները։ Անցած տարիներին լքված բնակարանները թալանվել են ու բնակության համար դարձել անհարմար ու անտանելի։ Նաիրա Հովհաննիսյանի ընտանիքը եւս 1988-ի երկրաշարժի տարիներին դուրս գալով բնակարանից այնտեղ վերադառնալ չի կարողանում։ Այնքան դժվար ապրող մարդիկ են։ Ես որ թեժ մտնեմ բախտիքը մաժիքին տուն վարձեմ, ապրեմ կարողանամ գաժանանալ չկա ամբարձ տան։ Նաիրայի հարևանները, որոնք շարունակում են բնակվել վթարային շենքում, այլևս չեն հավատում, որ կառավարությունը միջոցներ կներդնի շենքի նորոգման համար։ Գոնը Կրիշնան է։ Շենքի վերին հարկերի բնակիչները եւս երկրաշարժից հետո լքել են վթարային բնակարանները։ Դրանք թալանվել են ու դարձել ներքին հարկերի բնակարանների համար գլխացավանք։ Պատուհանա դուրը էս ձևի է։ Բայց ովքեր են հանել էս պատուհանը։ Դրանք բաժին է դա։ Մենք էլ ջրի դերն արել, նա տեսեք ինչ վիճակ է։ Սաղրագյանները դրած, վերես է, հատապոն ասախ։ Դերլա հմի ցեխերի մեջ չունես, նա տես ինչ վիճակ է, դե մարդես դե, նոր ձունը թապեց վերևից իչավ։ Մակրեց այ։ Դուք եք մաքրել։ Որ չմաքրեք ինչ կլինի։ Ջուրը գնամ ասա մինչև ներքև դիշնի։ Կաթում է էլի։ Վանաձորի քաղաքապետարանում ասում են, թե տեղական միջոցներով անգամ մի շենք չեն կարող նորոգել, ուր մնաց թե 84 շենքերի ամրացման հարցը լուծեն։ Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում այս տարվա սկզբից հնարավորություն ընձեռվեց վճարահաշվարկային կազմակերպություններին պայմանագիր կնքել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ եւ իրականացնել կենսաթոշակների կանխիկ վճարումներ։ Նախարարության հետ այսօր պայմանագիր է կնքել 5 ընկերություն։ Շատ կարճ ժամկետում մեզ ներկայացրեցին 34000 կենսաթոշակառուի ցուցակ, որ նրանք պատրաստ են այդ 34000-ին սպասարկել։ Ես հանձնարարեցի, որպեսզի վերահսկողությունը պարզի ովքեր են այդ 34000 թոշակառուները։ Եվ կարճ ժամանակում պարզվեց, որ հայտերի մեջ կան մահացած մարդիկ, կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն եղել այդ ժամանակահատվածում։ Այսինքն այդ նույն կեղծարարությունը շարունակվում է։ Նշանակում է, որ այդ մարդկանց ձեռքին կան այդպիսի ցուցակներ, որոնք թույլ են տալի նրանց կեղծարարության շնորհիվ փող վաստակել։ Թե որ կազմակերպության մասին է խոսքը, վարչապետը չհստակեցրեց։ Փոխարենը առաջարկեց դադարեցնել վճարահաշվարկային կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքումը մինչև ցուցակների ճշգրտումը։ Մինչև ցուցակները վերջնականապես նախարարության կողմից չհստակեցվեն, վտանգավոր է այդ ընկերությունների հետ գործ ունենալ։ Ավելին, պարոն Գրիգորյան, ես կարծում եմ, որ այս գործերը պետք է հանձնել դատախազություն։
Լիբիական հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակում կադրեր, որոնք հեռուստաընկերության հաղորդմամբ արևմտյան օդուժի գիշերային ռմբակոծության արդյունքում կրակի մեջ հայտնված Տրիպոլիի ռազմաբազայի կադրեր են։ Մինչդեռ կադրերում երևում է այսօր վաղարավոտյան լիբիական կողմից արձակվող հակաօդային կրակոցների հետքերը երկնքում։